Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Գյումրին բազմաթիվ խնդիրներ ունի, ներառյալ ենթակառուցվածքների վատ վիճակը, գործազրկությունն ու արտագաղթը։ Ինչ կոնկրետ քայլեր ունեք նախատեսած, որ պետք է իրականացնեք այս հարցերը լուծելու համար։ Շնորհակալություն։ Շատ գայթակղիչ է եւ շատ տեխնազուներ ասում են, որ աշխատատեղեր են ստեղծելու։ Ակունքում ուրիշ բան է, գլխավոր լուծումը սկսվում է աշխատողներից։ Ցանկացած խնդրի լուծումը սկսվում է այնտեղից, թե ինչպիսի աշխատողներ ունեք եւ աշխատողները որքանով են բանիմաց, հմուտ եւ գործունյա։ Ինձ որ հարցնում են ինչ է, ես ասում եմ, այս մեր նախընտրական ծրագրի վերջին գլուխը արդյունավետ կառավարում։ Առաջին խնդիրը, որ պետք է լուծվի, քաղաքապետարանի աշխատակազմի վերավորակավորումն է ավելի արդյունավետ աշխատեցնելու համար։ Մասնագիտացում, վերապատրաստում, ինչը պիտի նպաստի բարեվարկությանը, նորմալ աշխատեն, միջոցների հայթայթման կարողություններին, ով չի կարողանա ժամանակի փորձությանը չի դիմանա, ավտոմատ ինքնըստինք է անել, իկա հասկանա, որ դա իր տեղը չէ, հիմա ահագին բարեխիղճ աշխատողներ կան։ Մենք ունեցել ենք շատ լավ աշխատողներ, որոնք հերոսաբար 3 ամիս, 6 ամիս աշխատել են 150,000 դրամ աշխատավարձով, շուկան իրենց տարել է Երևան։ Արտաքին կապերի բաժնի ղեկավար մի աղջիկ կար 12-13 թվին, դիմացավ, շատ լավ մասնագետ էր, բայց թե չես կարող այդ մարդուն ստիպել, որ Երևանի 5-600,000 դրամանոց աշխատավարձը թողնի եւ մնա այդտեղ հերոսաբար տարապի, ջայել աղջիկ էր գնաց։ Ու այդպես բազմաթիվ ֆինանսիստներ, բաներ եւ այլն։ Այսինքն այս մարդկանց համար նորմալ աշխատավարձ պետք է ապահովվի, նորմալ մասնագետներ, բարձր կարգի մասնագետներ, որպեսզի կարողանան գալ այս խնդիրների լուծմանը եւ ձեր ասած խնդիրների լուծմանը եւ իմ ասած խնդիրների լուծմանը։ Գործազրկություն եւ ներողություն Ենթակառուցվածքը ասացիք, հա, ենթակառուցվածքի հետ կապված ուրեմն քաղաքը ուրեմն այդ փողերի մասին ես քիչ առաջ խոսեցի, երբ որ եղած միջոցները ավելացվում են ստվերում եղած փողերի լրացմամբ, պետական բյուջեից դրամաշնորհների ներգրավմամբ, ինչի փորձը կա եւ շարունակվելու է, ու այլընտրանքային միջոցների հայթայթմամբ որի փորձը քաղաքը շատ քիչ ունի, որտեղ 100 անգամ ասել ենք, 21 տարի ասել ենք, իրենք չեն գնացել դոնորի տուրը, ասել էս փողը տուր, էլի դոնորն է իր ոտով եկել լավագույն դեպքում։ Դոնորի գալու ճամփեն էլ սովորաբար լինում է Երևանով։ Երևանով որ գալիս են, այնտեղ ավելի հմուտ են, փորձառու են եւ շատ հաճախ նախարարների միջոցով են գալիս, թակարդը դնում են, այդ դոնորը մնում է Երևանի թակարդում։ Բազմաթիվ ծրագրեր։ Եվ այդ փողերը շատ քիչ են եկել հասել Գյումրի։ Դրա համար հարկավոր էր, որ քաղաքապետարանը ունենար պատշաճ աշխատակազմ, ֆոնդրայզինգի միջոցների կամ ֆոնդահայթայթման աշխատակազմ, 3 հոգի, 4 հոգի, 7 հոգի, որը հետևողականորեն գլոբուսը քերեր, ամբողջ մոլորակը քերեր, Սփյուռքի հետ գործաներ, քույր քաղաքների հետ, գործընկեր պետությունների հետ, միջազգային կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների հետ, որտեղից կարելի կլիներ, հիմա էլ է կարելի, փողեր բերել ավելացնել ենթակառուցվածքների նորոգման կամ կառուցման ռեսուրսները։ Երբ որ ենթակառուցվածքները սարքվում են նորմալ, դուք ինքներդ նկատած կլինեք, հա, այս ինչ փողոցը ցեխոտ էր 40 տարի, քանդած էր։ Սարքում են, մեկ էլ տների գները կողքերը սկսում են աճել, մի $1000 իմ դիտարկումներով $1500 տան կինը աճում էր, եթե այդ փողոցը խելքի էին բերել, էլի։ Բերել այդ միջոցները եւ ենթակառուցվածքները նորոգել։ Երբ որ այդ միջավայրը սարքում եք բարենպաստ, դրա հետ մեկտեղ եթե հաջողվի, ես հույսս չեմ կորցնում, պետական իշխանությանը ապացուցել, որ որոշակի հարկային, վարկային եւ սոցիալական արտոնություններ պիտի լինեն օրենքով սահմանված, ավականին չի կարող դա անել։ Ավականին շատ փոքր լիազորություն ունի տեղում զեղչեր անելու ինչ-որ բաների դեպքում։ Օրինակի համար ավելացված արժեքի հարկը պետությունը որոշի, որ այս տարածքում ոչ թե 20% է սահմանում, այլ 15% է սահմանում։ Գործարարը կհասկանա, որ այստեղ գործ տնելուց իր շահույթը 5%-ով ավելանալու է առնվազն։ Եվ այլն, շահութահարկի մի մասը զիջի եւ այլն եւ այլն։ Այդ դեպքում իսկապես փողը կսկսի հոսել այստեղ
եւ ներդրումների ծավալը կաճեն։ Այն օբյեկտները ռեստորան է, սպասարկման օբյեկտ է, արտադրություն է, բան, որտեղ պահանջարկը կսկսի աճել, աշխատուժի պահանջարկն էլ կաճի։ Եվ 4 աշխատող ունեցողը կասի վայ ոնց որ թե 5-րդն է պետք էլի, արդեն 6-րդ աշխատողն է պետք, 7-րդը։ Անմիջականորեն քաղաքը չի կարող ստեղծել այնպիսի աշխատատեղերի ծավալ, որը այս խնդիրը լուծի թեկուզ զգալիորեն։ Լավագույն դեպքում իր սպասարկման ծառայությունների մատուցման աշխատակազմը կարող է մի քիչ ավելացնել, եթե փող ունի։ Հազար ու մի գործեր կան, որոնք անում է համայնքապետարանը ծառայություններ մատուցելու համար։ Այո, կարող է մի քիչ ավելացնել իր աշխատակազմը։ Սա մի կողմից վարչական ռեսուրս է ավելացնելու համայնքապետարանում, ինչը մեր ընտրական համակարգի դեպքում այնքան էլ լավ չէ, որտեղ ընտրությունների ժամանակ այդ մարդիկ դառնում են քվեարկողներ։ Հա, բայց այդ ոչինչ սարսափելի չէ։ Բայց դա զգալի աշխատատեղերի ավելացում չի բերելու, ավելի լավ է քաղաքը ենթակառուցվածքները զարգացվեն, որպեսզի գործազրկության վրա դա ազդի եւ աշխատատեղերը ավելանան։ Մեխանիզմը այդպես է։ Եթե որևէ մեկը կգա կասի, որ ես դառնամ քաղաքապետ 5000 աշխատատեղ եմ ավելացնելու 10000, 15000, իմացեք, որ կամ գործից բան չի հասկանում հերի տնից տեղից, բայց այդ սարսափելի չէ, կամ խափում է, ուղիղ խափում է, էլի։ Անհնար է դա անել, մեր քաղաքի դեպքում 15000 ներողություն աշխատատեղ կամ 20000 աշխատատեղ խոստանալ, որ կավելացնես, ուղիղ չես կարողանա դա անել։ Այս է մեր թիմի մոտեցումը, որ արդյունավետ կառավարում պետք է լինի, մասնագետները պետք է լինեն հմուտ, բանիմաց, պատշաճ վճարվեն, որպեսզի մարդավարի աշխատեն։ Աշխատեցին, քաղաքը սկսելու է աճել։ Եվ իհարկե աշխատանքի որակի հետ կապված շատ էական է, որ մարդիկ աշխատողները պարբերական վերապատրաստումների գնան, իրենք գիտելիքները անընդհատ ավելացնեն։ Սոցիալական փաթեթի մասին խոսք եղավ պարբերաբար, այդ մասին մենք ասում ենք, որ համայնքային աշխատողները սոցիալական փաթեթ չունեն։ Պետական բյուջեի աշխատողները ունեն սոցիալական փաթեթ, քաղցարայողները ունեն։ Հաշվել ենք, որ 2000 հոգու համար այդ սոցիալական փաթեթը ապահովելը կարժենա 140-150 միլիոն դրամ։ Տեղը մենք գիտենք։ Ինչու պիտի քաղաքի, ուրեմն համայնքապետարանի աշխատողները այդ սոցփաթեթները չունենան։ Դա ինչ որ ապահովության, դա մի մեծ գումար չէ, 70000 դրամ ասենք թե, հա, բայց ապահովության ինչ որ մի բարձիկ է, որպեսզի մարդիկ հավեսով աշխատեն, 30-ից 60%-ով աշխատավարձերը ավելացնել այս մարդկանց համայնքապետարանի աշխատողների հողակների։ Մեկը կասի, որ դա քիչ է, էլի, ասենք 100,000 ստացողը պետք է ստանա 150,000 3 տարի հետո։ Հա, բայց այդքան կարող ենք խոստանալ, խաբել չեմ ուզում ես, էլի։ Տնենք հիմա ասենք, որ մարդա 400,000 ստանալու եք, եկուս մյուս օր չկարողանանք անել։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։